Լինում են դեպքեր, երբ ընկերության բաժնետոմսերի գինը սկսում է աճել եւ հասնում է ավելի բարձր ցուցանիշի եւ արդյունքում ընկերությունները, թողարկողները դիմում են սպլիտի, այսինքն տրոհում են իրենց շրջանության մեջ գտնվող բաժնետոմսը որոշակի գործակցով, այս դեպքում օրինակի համար եթե $1000 արժողությամբ բաժնետոմսը ընկերությունը որոշում է կայացնում տրոհել 1-10 գործակցով, ապա այն տրոհվում է $100 արժողությամբ ավելի փոքր բաժնետոմսերի եւ արդյունքում այն ավելի շատ ներդրողների է հնարավորություն տալիս ձեռք բերել տվյալ բաժնետոմսը, այսինքն դուք 10 անգամ ավելի քիչ ես վճարում մեկ բաժնետոմսի համար։ Նման քայլի է դիմել օրինակ վերջերս Nvidia ընկերությունը, երբ նա 1-10 գործակցով տրոհում իրականացրեց իր բաժնետոմսերի, սպլիտ իրականացրեց կախված իր բաժնետոմսերի գնի անդադ աճի հետ։ Արդյունքում ներդրողները մեկ բաժնետոմսի համար վճարում են ավելի քիչ, շուկայում բաժնետոմսերի քանակը աճում է, սակայն կապիտալիզացիան մնում է նույն, այսինքն սա կապիտալիզացիայի վրա ոչ որևէ կերպ չի ազդում։ Եթե ոչ դրական, իհարկե, եթե նոր մարդիկ են հնարավորություն ստանում։ Այո, ավելի նոր մարդիկ են հնարավորություն ստանում, ավելի փոքր միջոցներով կարողանալ ձեռք բերել Nvidia ընկերության օրինակ բաժնետոմսեր։